Roblox, Minecraft, PUBG, Brawl Stars, Fortnite եւ նմանատիպ խաղերն ու խաղային հարթակները վերջերս քննարկման առարկա են դարձել։ Շատ ծնողներ նշում են, որ այդ խաղերի պատճառով երեխաները կամ խարդախների թիրախում են հայտնվում, կամ վատ վարքագիծ են ձեռք բերում։ Որոշներն էլ հակառակը պնդում են, որ այդ հարթակների շնորհիվ երեխաները զարգացնում են ինտելեկտը, անգամ խաղեր ստեղծում։ Թեմային օրեր առաջ Facebook-ում անդրադարձել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, նշել նամակներ են ստանում երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների եւ միևնույն ժամանակ վնասակար սովորությունների ու տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների եւ մտահոգությունների մասին եւ արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակում նվազեցնել այդօրինակ ռիսկերը։ Երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։ Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները եւ առհասարակ դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում եւ անցկացնել ավելի լայն քննարկում տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների եւ մասնագետների մասնակցությամբ։ Մեկնաբանություններում կարծիքները տարբեր են։ Իմ երեխայի միջոցով անձամբ տեսել եմ, որ խաղի մեջ առաջարկում են միանալ Telegram ալիքների, որտեղ հետո արդեն երեխաներին գրում են շատ վտանգավոր բաներ, մասնավորապես խնդրում են թաքուն նկարել ծնողների հեռախոսները կամ դրանց էկրաններն այնպես, որ ծնողները չնկատեն եւ չիմանան դրա մասին։ Խաղային հարթակները մի կողմից կարող են զարգացնել երեխայի ստեղծագործական մտածողությունը, ծրագրավորման տարրական հմտությունները, թիմային աշխատանքը եւ թվային գրագիտությունը, սակայն մյուս կողմից առկա են լուրջ մտահոգություններ, որոնք հատկապես որպես ծնող եւ մանկավարժ չեմ կարող շրջանցել։ Այս խաղը ուղղակի պետք է արգելվի։ Երեխաները խաղալուց ընկնում են կախման մեջ, դառնում են ագրեսիվ։ Լիքը ընտիր խաղեր կան։ Երեխաներս երբեմն որոշ ինտելեկտուալ խաղեր են խաղում, ինձ էլ ներգրավում, որ կողքից օգնեմ։ Չեմ կարողանում համոզել, որ իրենք էլ սկսեն դրանով խաղեր սարքել։ Ամենտեղ էլ վտանգ կա, բայց մենք չենք կարող չէ փակել երեխաներին, արգելել առնչվել ժամանակակից իրականությանը կամ էլ այն ամենին, ինչից գլուխ չենք հանում։ Նշված խաղերը ունեն ներքին նամակագրության բաժին, այդպես են խարդախները կապ հաստատում երեխաների հետ։ Սցենարներից մեկով օրինակ խաղային հերոսին ուժեղացնելու համար առաջարկում են անցնել հղումով լրացնել տվյալներ, որից հետո երեխաները կորցնում են իրենց օգտահաշիվը։ Մյուսը ֆինանսական կորուստն է, չգիտեմ, ասենք ինչ-որ մեծ թվով միավոր, որը շատ թանկ արժի, առաջարկում են, ասենք $1, ասում են էլի գրանցեք տվյալները, արդեն պետք է լինում բանկային քարտի տվյալներ լրացնել ու տենց արդեն բանկային քարտից ֆինանսական միջոցներ են հափշտակում։ Մի դեպքում էլ կարող են հանդես գալ խաղի ադմինիստրացիայի անունից, նշելով խաղի որակը բարելավելու համար պետք է ծրագիր ներբեռնել, որի միջոցով էլ սարքից տվյալներ կարող են գողանալ։ Հետազոտություններ կան, որ հնարավորություն են ստացել երեխաներին համոզել, որ ծնողների հեռախոսում վնասակար ծրագիր ներբեռնել, այսինքն ասել են ծնողի հեռախոսում սա ներբեռնեք, այս ինչ մրցանակը կստանաք, իրականում դա եղել է էկրանը սկանավորող հավելված, տեղադրելուց հետո կարողացել են հասանելիություն ստանալ արդեն ծնողի բանկային եւ ֆինանսական միջոցներին ու անձնական տվյալներին։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից նշում են, այս խարդախությունները դեռևս նախորդ տարի են նկատել, ենթադրել, որ Հայաստանում եւս կարող է տարածվել, մշակել են ձեռնարկ։ Մանրամասն ներկայացված հնարավոր ամենատարածված սցենարները, որոնցով կարող են թիրախավորել երեխաներին եւ խորհուրդներ, թե ինչպես կարող են ծնողները վարվել երեխաների նման հարձակումների ձեռք բերելու համար։ Ինչ վերաբերում է ընդհանուր համակարգչային խաղերի ազդեցությանը, հոգեբանը նշում է. Վերջին 10 տարվա ընթացքում մեր կողմից կազմակերպված գիտահեն հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների մոտ տարիքը մասնավորեցնենք 4 տարեկանից սկսած, նույնիսկ ավելի վաղ դեպքեր ունենք, մինչև 7 տարեկանը, 8-ից 12 եւ 13-ից մինչև 16 տարեկանը 3 կարևոր զգայուն փուլերում զարգացման հետ զուգահեռ մենք ունենք բավականին մեծ մարտահրավեր, այն են համակարգչային խաղերը։ Հոգեբանը խաղերը երկու մասի է բաժանում, ըստ նրա կան հայտնի խաղեր, որոնք երեխաների վարքի վրա ունեն ուղիղ բացասական ազդեցություն։ Ահազանգը ստանում ենք ծնողներից, հետևյալ կերպ, զանգ կենտրոն, երեխան ունի կախվածություն հեռախոսից, երեխային չենք կարողանում կտրել խաղերից, եւ արդյունքում երեխան ունի վարքային խնդիր, եւ արդյունքում մեր երեխայի վարքը կտրուկ փոխվել է, եւ նույնիսկ երբ սկսում ենք արգելել այդ ֆոնի վրա ագրեսիան մեծանում է։ Մյուսը համակարգչային հավելվածներ են, որոնք
որոնք երեխան իր ուսումնառության մեջ է օգտագործում։ Որոնք որ նպաստում են ինտելեկտի զարգացմանը, որովհետև ուշադրության կենտրոնացման, հիշողության, ծավալների հետ աշխատող տարբեր խաղեր կան, նաև լեզվի ուսուցման տեսանկյունից, որովհետև մանկարության մեջ նույնպես տարբեր հավելվածներ նպաստում են լեզվի խոսակցական մասի եւ լեզվի հիշողության պահպանման, ընդլայնմանը։ Այսպիսով մասնագետները խորհուրդ են տալիս խոսել երեխաների հետ, բացատրել, որ անծանոթ նամակների չպատասխանեն, նաև թե ինչու այս կամ այն խաղը չխաղան։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, Էդգար Դավթյան, Լուրեր։